Երեկ երեկոյան Ստամբուլում կայացել է Հայաստանի եւ Թուրքիայի առաջնորդների հանդիպումը։ Շուրջ 1 ժամ տևած հանդիպումից հետո հայկական կողմը հայտարարել է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը, ընդգծել կառուցողական երկխոսության շարունակականության եւ կոնկրետ արդյունքների հասնելու կարեւորությունը։ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման գործընթացին եւ շեշտել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականության շարունակականության իր հանձնառությունը։ Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, ինչպես նաև Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախագծի շուրջ։ Ըստ թուրքական կողմի հատուկ ուշադրություն է դարձվել Բաքվի եւ Երևանի միջև խաղաղության բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին։ Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանն X-ի իր միկրոբլոգում գրել էր, որ մանրամասն զրույց են ունեցել։ Նշենք, որ ըստ միջազգային լրատվամիջոցների Փաշինյանին Թուրքիա Էրդողանը հրավիրել էր այս ամսվա սկզբին, երբ հեռախոսազրույց էին ունեցել։ Փաշինյանի այցը տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Թուրքիա կատարած այցից հետո, եւ այդ պահը լրատվամիջոցների ուշադրությունից չի վրիպել։ Կառավարությունն այսօր հրապարակել է Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի հայ համայնքի հանդիպման տեսագրությունը։ Հանդիպումը, հիշեցնենք, կայացել էր երեկ Էրդողանի հետ հանդիպումից առաջ։ Նիկոլ Փաշինյանը տեղի հայերի հետ հանդիպմանը հայտարարել է, որ չնայած մամուլն իր այցը որակում է պատմական, մեծ ակնկալիքներ պետք չէ այդ հանդիպումից ունենալ։ Նրա խոսքով Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները պետք է սկսել զրոյական կետից, եւ այսօր մեծ հնարավորություն կա հարաբերություններ հաստատելու համար։ Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչները Հայաստանի վարչապետից հետաքրքրվել են խաղաղության պայմանագրի եւ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին։ Փաշինյանը վստահեցրել է միջանցք չի լինելու, խաղաղության խաչմերուկ է լինելու։ Վայ, նրանց նպատակը Թուրանն է։ Ինչ են ուզում իրանք։ Ուզում են Հայաստանի տարածքով գնան գա։ Թող գնան գա, նիքի, վատա դա։ Վատա դա մենք ենք առաջարկում, մենք ենք այս նախագծով, ասում ենք իրանց էլ ենք ասում։ Ասում ենք ինչ եք ուզում։ Ասում են ուզում ենք գնանք բան։ Արևելք, արևմուտք, հյուսիս, հարավ, ասում ենք գնացեք։ Ինչու՞մն է խնդրեմը։ Իսկ ինչի պետք է չգնան։ Պատկերացնեք 21-րդ դարում երկիր, դուք կարող եք այսօր ցույց տալ զարգացած որևէ երկիր, որի սահմանները փակ են։ Ես առաջարկում եմ եկեք չմտնենք ով փակեց, ինչի փակեց, չէ մենք չենք փակե, իրանք են փակե, չէ իրանք չեն փակե, մենք ենք փակե, չէ իրանք են մեղ։ Ես դրա համար եմ ասում։ Ասում եմ, երբ որ մենք կառուցում ենք հարաբերություններ զրոյից, դա ուրիշ խոր։ Հիմա որ մենք գնանք սկսենք պարզաբանել, ով է մեղավոր, որ փակ է, մենք երբեք դուրս չենք գա այդ խոսակցությունից։ Մենք այսօր ասում ենք, Ժորժ ջան, ինչ ամ է, ուզում եք գնանք, մենք էլ ենք ուզում գնանք։ Մենք էլ ենք, եկեք բացենք սահմանները։ Եկեք բացենք Թուրանը։ Հա բայց կներեք, որ մենք Հայաստանի Հանրապետությունը ուզում ենք զարգացնենք։ Պատկերացնում եք Թուրքիայում քաղաքական շրջանակներ ունեն, ասեն հələ սրանց տեսեք։ Սրանք ուզում են Հայաստանի Հանրապետությունը զարգացած բարեկեցիկ պետություն լինի։ Մենք ուզում ենք Հայաստանի Հանրապետությունը զարգացնենք, իրանք էլ ունեն, մենք էլ կներեք, մենք էլ օրենք ենք ընդունել Հայաստանի Հանրապետությանը Եվրամիությանն անդամագրվելու գործընթաց սկսելու մասին։ Իրանք էլ Թուրքիան էլ որոշակի ուզում է տնտեսական ակտիվ կապեր, այսինքն կապեր ունի եւ զարգանում են այդ կապերը, այդ թվում կենտրոնական Ասիայի հետ, Չինաստանի հետ, ուզում է ավելի շատ հաղորդակցության ճանապարհներ ունենա։ Ինչն է անտրամաբանական։ Մենք այդ ամեն ինչին մի հատ վերնագինը դնում ենք Թուրան, ու վերջ գնաց, վայ, ուզում են Թուրան, Ժորժ ջան։ Մարդիկ եկեք մենք էլ ապրենք։ Եկել ուրիշներն էլ մեր չափով, մենք չէ որ պետք է որոշենք, բայց մեր չափով ուրիշներն էլ հնարավորություն տանք իրանք էլ ապրեն։ Ես ասել եմ, մենք ասել ենք Զանգեզուրի միջանցք չի լինելու, լինել բա խաղաղության խաչմերուկ։ Ռուսաստանը բնակ գործարար բարերար Սամվել Կարապետյանն իր պաշտպանների միջոցով կալանավայրից հայտարարությամբ է հանդես եկել։ 2 ամսով կալանավորված գործարարը անդրադարձել է խափանման միջոցի միջնորդությունը ներկայացրած քննիչի եւ կալանքի որոշում կայացրած դատավորի գործողություններին, նշելով, որ շուտով դատարաններն անկախ են լինելու։ Նա նաեւ ասել է, մեջբերում ենք, ենթադրաբար հարևան երկրի նախագահի պահանջով, որտեղ դեռևս 2021 թվականի հունիսի 18-ից իմ նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված, 4 տարի անց 2025 թվականի
նույն օրը հունիսի 18-ին Հայաստանում հայ դատավորի կողմից կալանավորվեցի եւ արդեն երրորդ օրն է անցկացնում են բանտի խցում։ Մեջմերվան ավարտ։ Սամվել Կարապետյանը հայտնել է նաեւ, որ փաստաբանների խումբ է ստեղծվելու օգնելու բոլոր նրանց, ովքեր ապօրինաբար են հայտնվել կալանավայրերում։ Ռուսաստանը սթափության կոչ է արել Հայաստանին։ Փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության համար չվճարելու հարցը կարող է քննարկվել դեկտեմբերի 31-ից հետո։ Ըստ Պանկինի, Հայաստանը, որը սառեցրել է ՀԱՊԿ-ին անդամակցությունը, պետք է սթափ նայի իր անվտանգության ապահովման հնարավորությանը, այդ թվում հավաքական ձևաչափով։ Միացյալ Նահանգների նախագահը 2 շաբաթ ժամանակ է տվել Իրանին բանակցությունների դաշտ վերադառնալու համար։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրենք ցանկություն ունեն եւ կարող են բանակցել։ Ի պատասխան Թրամփի, Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ պատասխան հարված կտա ԱՄՆ-ին, եթե նա գրոհ իրականացնի։ Պակիստանը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածությունն առաջադրել է 2026 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի համար Հնդկաստանի հետ հակամարտության լուծման հարցում միջնորդության համար։ Պակիստանի կառավարությունից հայտարարել են, որ հենց Թրամփի գործողություններն օգնեցին զսպել էսկալացիան եւ առանցքային դեր խաղացին իրավիճակի կայունացման գործում։ Նշենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Թրամփի հատուկ բանագնացի հետ հանդիպումից հետո Ալեքսանդր Լուկաշենկոն ազատ է արձակել Բելարուսի ընդդիմության առաջնորդ Սերգեյ Տիխանովսկիին եւ 13 այլ ընդդիմադիրների։ Հիշեցնենք, Տիխանովսկին 2020 թվականից գտնվում էր բանտում։ Նա ցանկացել էր մասնակցել Բելարուսի նախագահական ընտրություններին, սակայն երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախ չէր գրանցել նրա թեկնածությունը, այնուհետև նա ձերբակալվել էր եւ 18 տարվա ազատազրկման դատապարտվել։ Օրերս Երևանում Հնդկաստանի քաղաքացի է ինքնասպանություն գործել։ Դավիթ անհախտի փողոցի շենքերից մեկում ոստիկանները հայտնաբերել են 28-ամյա երիտասարդին կախված վիճակում։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանրապետությունում հանգստյան օրերին երեկոյան ու գիշերը սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամուշ գնացում։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 2-ից 4 աստիճանով։ Որոշ համայնքներում հնարավոր է նաեւ կարկուտ։